Հիմա այստեղ հավաքվել եք հանդիպում փոխվարչապետի հետ, հա, ինչ պայմանով։ Պայմանը այսպես է, խոսքը վերաբերում է էլի ձուկ ձկնամթերքին, ինչպես արդեն տեղյակ եք, ակնկալում ենք պետական աջակցության ծրագրեր, թվով 2 ծրագիր կառավարությունը արդեն իրագործել է, դրանք անիրատեսական ծրագրեր են եւ ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու, այսպես ասած, այդպես փորձում են հանրությանը ցույց տալ, որ ինչ-որ ոլորտի հետ կապված հարց է լուծվել, բայց ժողովուրդ ջան, ոչ Եվրոպա արտահանման կանոնակարգերը հաստատելու հետ կապված է ոլորտի հարցը լուծվել, ոչ էլ այդ արտահանման հետ կապված սուբսիդիա տրամադրելուն, որովհետև մենք ասել ենք ու նորից ասում ենք, եվրոպական շուկան դեռևս մեզ համար անհասանելի է, իսկ այն ծավալները, որ այսօր գտնվում են տնտեսվարողների տնտեսություններում, դրանք միանգամից եվրոպական շուկա սպառելը անիրատեսական է։ Խոսքը մոտ 15,000 տոննա կենդանի ձկան մասին է, այս պահի դրությամբ դրան գումարած սառնարաններում առկա ապրանքը, որ Ռուսաստանի սահմանից հետ է վերադարձվել Հայաստան։ Մայիսի 15-ից սկսած արտահանում փակվել է։ Տեսեք, էկոնոմիկայի նախարարները, որ 97% տնտեսությունները պատրաստ են արտահանել շուկա, այսինքն ինչ է նշանակում, դուք այդ 97-ի մեջ չկաք, 3%-ն եք թե խաբվում եք։ Ոչ, ստեղ 90% եւ ավել տնտեսվարողներն են, ես մի հարցին հարցով պատասխանեմ, այլ մեզ այսօր ինչն է խանգարում, որ նավթամթերք արտահանենք, ասենք Պարսկաստան։ Ինչն է խանգարում։ Այդ ռուսական շուկան, ժողովուրդ ջան, 30 եւ ավել տարվա այս մարդկանց ամեն օրվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Առաջի տարին, որ Հայաստանից ձուկ ձկնամթերք է արտահանվել, մինչև 60 տոննա է եղել տարեկան։ Այսօր հասել է 13,000 տոննայի, ու դա եղել է 30 տարվա ընթացքում։ Մենք հիմա 1-2 կառավարության որոշումով եւ 1-2 ամսվա ընթացքում ուզում ենք այդ 13,000-անոց շուկա միանգամից տեղափոխել Եվրոպա, դա անհնար է։ Իսկ մինչև այդ մենք դեմ չենք Եվրոպա շուկա մտնելու, այնտեղ ապրանք վաճառելու, դա ուղղակի ողջունելի է, նոր շուկա է ի վերջո, բայց մինչև այնտեղ մտնելը, ելի եմ ասում, մենք կենդանի օրգանիզմի հետ գործ ունենք, ժողովուրդ ջան, դա պահպանման ծախսեր է իրանից ենթադրում, որ մեզ պարոն Պապոյանը խոստացավ, որ կլինի աջակցության ծրագիր, պահպանման, տնտեսությունները պահպանեն, մինչև արտահանման իրացման հետ կապված հարցերը լուծվի։ Շուրջ 2 ամիս է, որևէ քայլ այդ ուղղությամբ չկա, նույնիսկ նախագիծ չի շրջանառվում։ Բայց ասում է, որ էլեկտրոնային փաստաթուղթ պետք է մթերք արտահանել 3 գրավում արել, ստացել է Հայաստանը ստանում է նման թույլտվություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական ձեռնարկատու արտահանման համար։ Ժողովուրդ ջան, դա վերաբերում է, եթե չեմ սխալվում, 17 հուլիսի 17-ի կառավարության որոշմանը, որով հաստատվել են ընդամենը կանոնակարգերը, տնտեսվարողները դեռևս պիտի դիմեն ընթացակարգեր անցնեն, սա ղեկավարի ասած այն է, որ մշտադիտարկումներ միշտ էլ իրականացում են տնտեսություններում եւ նայելով մոտավոր հասկանում են, որ այդ պահանջներին տնտեսությունները մեր բավարարում են ստանդարտներին, այսպես ասած։ Հիմա մարդիկ պիտի դիմեն ուսումնասիրություն անցնի, շուկա պիտի գտնել, ասենք այդպես չի, որ այդ մեքենաները պիտի բարձրան ստեղից հասնեն Եվրոպա, եվրոպացիներն էլ իրենց սերանները բացած սպասում են հայկական ձկանը։ Դե աշխատանք կատարվի, շուկա ուսումնասիրվի, մարքեթինգ արվի, եւ իրատեսական դառնա, ըստ էության բոլոր այդ ծավալները չի ունենա, քանդվեն, տնտեսություններ կա օրեկա մինչև 20-30 միլիոն դրամ ծախս են իրականացնում։ Նույնը այն օրը էկոնոմիկայի նախարարը մեր ձկնաբույսներից այցելել էր մեկի ձկնաբուծարան եւ հայտարարում է, որ տնտեսվարողի հետ քննարկել են ոլորտին առնչվող խնդիրներ։ Ժողովուրդ ջան, մեկ տնտեսվարողի հետ կապված ոլորտը, մի տնտեսվարողը ոլորտ չի ներկայացնում։ Ոլորտը այս մարդիկ են ներկայացնում։ Հենց չի մենք այդ տնտեսվարողի դեմ բան ունենք, բայց եթե ոլորտի համակարգային հարց է քննարկվում, այն էլ նախարարի մակարդակով, արդվազն պետք է, չեմ կարող ասել, կարող է եւ այստեղ է, կարող է այստեղ չի, չեմ կարող ասել, շատ են այստեղ։ Հիմա եթե օրինակ ոչ Տիգրան Խաչատրյանը ձեզ չընդունի, ինչ եք անելու։ Դե չգիտեմ, սա ինքնաբուխ է եղել, ես երեկոյան եմ իմացել, որպես միության տնօրեն, որևէ կազմակերպված բան չի եղել, եկել ենք ստեղ, ըստ դրա էլ երևի արդեն որ ժողովուրդը ոնց որ ասած իրար հետ
կանգնած են, չի բացառում նաև հետագա քայլերը բացասական արձագանքի դեպքում քննարկել։ Հիմա ասում են էլեկտրոնային փաստաթուղթ պետք է լրացվի 18 կետից բաղկացած, որից հետո ինչ որ եվրոպական երկրների համար կոդ պետք է սահմանվի։ Դուք այդ ընթացակարգին տեղ եք։ Իհարկե, դա ինձ վերաբերում է իմ ասած կառավարության որոշմանը։ Մինչ այդ որոշումը չկար, դե 18 կետերը ես հաթած չեմ կարող թվարկել ձեզ որոնք են։ Բայց ելի եմ ասում, տնտեսվարողների մեծ մասը բավարարում են։ Ասեմ ավելին, դեռևս 2025 թվականին գիշեր, որ Եվրամիությունը թույլատրեց Հայաստանի զուգ ձգամթերքի արտահանումը, բայց քիչ էր արվում, որովհետև կանոնակարգերը դեռևս մշակված չէր։ Այնտեղ է traces համակարգում գրանցվելու համար մենք տնտեսվարողներ ունենք, որ դեռևս անցած տարվանից դիմել են ու մինչև այսօր որևէ գրանցում չի կատարվել։ Այդ մարդու մոտ մեկը չի եկել, ստուգի տեսնի իր դիմում է ձեր ասած 18 կետերը բավարարում են, չեն բավարարում։ Իսկ մենակ հայտարարելով կամ կառավարության որոշում ընդունելով հարցը չի կարող լուծի։ Այսօր մարդիկ գոյատևելու խնդիր ունեն։ Այդ է այսօր մարդկանց բերել ստեղ։ Իրանք չեն ասում մեզ ձրի փող տվեք, ասում են աջակցություն տվեք մեզի։ Հարցը կլուծվի, տված պետության տված գումարները մենք հետ կվերադարձնենք։ Այստեղ ոչ մեկ անհատույց գումարի ակնկալիքով չի եկել ժողովուրդ։ Իսկ ներեք հաշվել եք, օրինակ եվրոպական շուկա մտնելու համար ամեն տնտեսվարող ինչ չափի ներդրում կանի, եթե օրինակ կառավարությունը փաստաթղթաշրջանառությունը կարգավորի։ Ես չեմ կարող ասել, ես ընդհանրապես արտահանման գործընթացների հետ կապ չունեմ, ես ընդամենը միության տնօրենն եմ, իսկ ցկտամբույսները դա արտադրողներն են, այսպես ասած։ Ասենք մենք ունենք այսօր 100 ավել տնտեսություն, բայց ունենք երևի առավելագույնը 10 արտահանող։ Այն մնացած այդ 100-ը բոլոր այդ 10-10-ին են նայում ժողովուրդ։